Երեք մի երիտասարդ կնոջ են ձերբակալել, որը ունի 2 ամսական, այսինքն նորածին երեխա։ Եվ պատճառը քաղաքական է այս ձերբակալության, քանի որ այդ կինը զբաղվում է քաղաքականությամբ, բայց ձերբակալման պատրվակը նա է, որ այս կինը ուժեղ Հայաստան կուսակցությունից է, Սամվել Կարապետյանի, եւ հեռախոսազրույց է ունեցել ոմն անձի հետ, ինչ-որ անձի հետ, որը իր ինչ-որ գործարանի թե գործունեության համար պատվեր է ուզել, այսինքն ձեռնարկատեր է։ Եվ սա իրապահ մարմինները դիտարկել են որպես ընտրություններից առաջ շահագրգռում հավանաբար, քրեական գործը հավանաբար սրա համար են հատուցել, եւ այս կնոջը ձերբակալել են։ Հիմա սա աբսուրդը ինչն է, որ Փաշինյանը 2 օր առաջ հավաքել էր Հայաստանի խոշոր գործարարներին եւ ի սկզբանե ասում էր հետեւյալը. մենք հույս ունենք, խնդրում ենք, sense բառերը իհարկե խնդրանքի տեսքով ներկայացնելու, որ այն մարդկանց աշխատավարձերը ձեր ձեռնարկություններում աշխատող, որ 200,000-ին մոտակը դարձնեք 200,000, ինչու, որպեսզի կարողանան օգտվել առողջապահական ապահովության համակարգից։ Ձեզ կթվա թե նորմալ խնդրանք է, բայց նախ երկրի ղեկավարը իրավունք չունի նման խնդրանք հնչեցնելու, այն էլ ընտրություններից առաջ։ Նախ նրանք այս համակարգը ձգեցին, տարիներ շարունակ կար այս ծրագիրը, հենց ընտրություններից առաջ ներդրեցին, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել այդ համակարգից, բժշկական ծառայություններից, եւ ինքը հիմա մարզերով շրջում ասում է, տեսեք, մեր կառավարությունը ձեր համար անվճար բուժօգնություն է տալիս։ Այդ գործարարներին հավաքել է, ինչ է ասում։ Ասում է, այդ մարդկանց աշխատավարձերը խնդրում են բարձրացրեք, որպեսզի շատերը կարողանան օգտվել բժշկական ապահովությունից այս փուլում։ Իսկ այդ ենթադրում է ըստ Փաշինյանի պլանի, որ այն մարդիկ, ովքեր ինչքան շատ կկարողանան օգտվել կառավարության ընձեռած այդ հնարավորությունից, այնքան մարդ հավանական է, որ կգնա իրեն կընտրի։ Այսինքն ակնհայտ է, որ այս մարդը իր վարչական ռեսուրսը օգտագործում է, այսինքն պաշտոնի լինելը վարչապետի վերընտրվելու։ Սա ակնհայտ է։ Այդ տեսանյութն էլ կա, կարող եք նայել։ Եվ իհարկե հակակոռուպցիոն մարմինները, քննչական կոմիտե, դատախազություն եւ այլոք քրեական գործեր չեն նախաձեռնի այս առումով։ Ինչու՞։ Որովհետեւ Փաշինյանը իշխանությունը ուզուրպացրած ավտորիտար իշխանություն է եւ նա է թելադրում, ում կձերբակալեն, ում վրա արդարադատությունը ոնց կգործի, ինչ պայմաններում եւ ով ինչ իրավունքներ կունենա եւ չի ունենա։ Ստեղ իմ խնդիրը այլ բան է, որ սիրելի Նարեկը, ուժեղ Հայաստան կուսակցությունից, Նարեկ Կարապետյանը, ով եթեր է անում դատանի բակից, ասելով, որ 2 ամսական կնոջ են ձերբակալել, անարդար է եւ իրավապահ մարմիններին խոսք է ուղղում, ասելով, որ սա ճիշտ չի, տղամարդկային չի եւ այլն։ Բա Նարեկ ջան, մինչեւ այդ են բոլոր անարդար ձերբակալվածներին, այդ թվում ինձ, Բագրատ Սրբազանին, բայց իրենց մասով այդ իրապահներին խոսք չկար ասելու։ Հիշեք, նորից եմ ասում ձեզ, Նարեկ Կարապետյան, ուժեղ Հայաստան եւ այլ ընդդիմադիրներ, այս իշխանությունը ձեզ ընտրություններով չի հանձնելու իշխանությունը, քանի դեռ դուք չեք կարողանում իր անօրենությունների դեմ պայքարել փողոցում ձեր իրավունքները պաշտպանելով, բանաձևը շատ պարզ է։ Սա գլխավոր մոլորությունն է, որ ձեզ թվում է, թե դուք ավելի խելացի եք, քան օրինակ Բագրատ Սրբազանը, քաղաքական դաշտի գործունեության առումով եմ ասում։ Դուք ավելի խելացի եք, քան Հովհաննես Ավետիսյանը։ Այդպես չէ իհարկե։ Եվ խնդիրը այն է, որ դուք չեք ուզում մեր թեկուզ սխալների կամ մեր անցած ճանապարհի, Բագրատ Սրբազանի, մյուսների իրենց առաջ գործած քաղաքական գործիչների։ Բագրատ Սրբազանը քաղաքական գործիչ չէ, բայց դաշտում քաղաքական գործունեություն, թեկուզ կարճ ծավալած մարդկանց փողոցային պայքար, ընդդիմադիր պայքար ծավալածների փորձի եւ սխալների վրա չեք ուզում սովորեք, ուզում եք ձեր անձնական փորձով, սխալով համոզվեք, որ այս իշխանությունը ավտորիտար է եւ այս իշխանությունը ձեզ դասակարգային թշնամի է դիտարկում, որովհետեւ նա ծառայում է թուրքական շահերի եւ նա հայկական չէ։ Այս է խնդիրը, ձեր մոլորությունը գլխավոր։
Մյուս մոլորությունը այն է, որ դուք կարծում եք, որ բիզնեսում հաջողողը կարող է քաղաքականության մեջ էլ հաջողել։ Աշխարհը նման փորձ չունի։ Տրամպը ձեզ վառ օրինակ հենց հիմա։ Ամբողջ ամերիկյան քաղաքական համակարգը խառնել է իրար, աշխարհը խառնել է իրար։ Նավթի գին, ռեսուրսների գին թանկանում են, ավելի է վատանալու։ Դարձել է Նատանյահուի հրեաների խամաճիկը, որովհետև իր ընտանիքը այս ամեն ինչից միլիարդներ է սարքում։ Պետությունը բիզնես պրոյեկտ չէ։ Պետության կառավարումը այլ տրամաբանություն է եւ բիզնեսում հաջողած մարդը սովորաբար չի հաջողում պետական կառավարման մեջ։ Ամբողջ աշխարհի քաղաքական դաշտը սա է ցույց տվել պատմությունը։ Եվ սա մյուս գլխավոր մեծ մոլորությունն է։ Երրորդ մեծ մոլորությունը ձեր ուժի այն է, որ մեր խնդիրները Հայաստանի Հանրապետության եւ հայերի տնտեսական են։ Ոչ, մեր խնդիրը բացառապես մեր խնդիրները քաղաքական են։ Եվ քաղաքական խնդիրներից է, որ ծագում են նաեւ տնտեսական խնդիրները, այլ ոչ թե հակառակը։ Եվ հետեւաբար նախ պետք է ճանաչել, թե դիմացինը ով է։ Իսկ դիմացինը ավտորիտար իշխանություն է, որը չի ծառայում հայկական շահերի եւ դրա դեմ պայքարը իր կանոններով, իր խաղի կանոնով չի լինելու։ Ես ընդհանրապես օրինակ բերեցի, թե ինչպես օրեր առաջ նա անում էր ավելի վատ գործողություն, բայց նույն ձեր թիմակիցը արել է դրա ավելի մեղմ գործողություն, որը իմ կարծիքով որևէ կապ չունի ընտրական process-ի միջամտության հետ, ինչ որ մեկին շահագրգռելու առումով։ Բայց նրանք այդպես են դա դիտարկել, որպեսզի պատճառներ են բռնում, պատրվակներ խաղից մեկուսացնելու, ձեզ թույլատնելու։ Ինքը իր խաղի ընդունված խաղի կանոնները ձեր համար արդար չի կիրառելու։ Այդ խաղի կանոնները լինելու են միայն արդար իրենց համար։ Եվ սրա չգիտակցումը բերելու է ձախողման։ Եվ հետեւաբար նշածս 3 շատ կարևոր դրույթները կամ սրանք գիտակցում եք եւ պայքարը կառուցում եք այդ տրամաբանության մեջ, կամ հանգիստ գնում եք ձեր գործերին, մարդկանց անիմաստ հույս չեք տալիս։ Իսկ եթե ձեր նպատակն է ուղղակի հայտնվել ազգային ժողովում, ունենալ ինչ-որ պատգամավորական տեղեր, ապա դա ձեր մոտ կստացվի, ես վստահ եմ, կասկած չունեմ։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում, լավ եղեք։